Բարի երեկո, Ազատություն TV-ի ուղիղ եթերը լրատվական կենտրոնն է շարունակում, այս ծրագրի ընթացքում դիտեք։ Կրկնքային եմ համարում մեր ներքին լեգիտիմության ամրապնդումը։ Նոր սահմանադրությունը ներքին լեգիտիմության երաշխիք։ Ինչու եւ ինչով է կարևոր այս օրակարգը։ Հազարավոր պետական աշխատողների մասնակցությամբ համալիրում համաժողով էր անցկացվում։ Փաշինյանը 1 ժամանոց ելույթ է ունեցել։ Ամերիկացի սենատորները նախագահ Թրամփից հայ գերիներին վերադարձնելու քայլեր են պահանջում։ Կիևը դժվարին ընտրության առաջ ընդունել զգալի զիջումներ նախատեսող պատերազմն ավարտելու ամերիկյան պլանը։ Зараз один з найважчих моментів нашої історії. Нас это устраивает. Մոտ 250 փրկարար է ներգրաված ճամբարակում բռնկված հրդեհը մարելու աշխատանքներին պաշտոնական վարկած առաջ չի քաշվել։ Փաշինյանի կառավարման 7 տարիներին պետական պարտքը գրեթե կրկնապատկվել է։ Ինչու։ Զենք ենք առել։ Նախ տեղափոխվենք մարզահամերգային համալիր, որտեղ պետական ծառայողների հավաք է այսօր անցկացվել, լրագրողների համար փակ դռների հետևում։ Գերատեսչությունների շատ աշխատակիցներ չգիտեին էլ, իրենց հանգստյան օրը ինչ հարցի քննարկման շրջանակներում կանցկացնեն, օրակարգը անհայտ էր, իսկ Փաշինյանը ընտրություններից մոտ կես տարի առաջ պետական հազարավոր աշխատակիցների հետ նոր սահմանադրության ընդունումից է խոսել, թե Փաշինյանը, թե նրա թիմակիցները եւ պնդում են, որ նոր սահմանադրության հանրաքվե նախաձեռնում են ոչ թե ադրբեջանական նախապայմանների կատարման համար եւ վարչապետը այսօր ներքին լեգիտիմության թեզն է առաջ քաշել խոսելով նոր սահմանադրություն ունենալու անհրաժեշտությունից։ Լեգիտիմությունը պետք է լինի մեր հարաբերությունների մեկնակետը։ Սա ընդ որում վերաբերվում է թե արտաքին, թե ներքին հարաբերություններին, քաղաքականություններին ու որոշումներին։ Հայաստանի ներքին լեգիտիմությունը ամրապնդելու համար անհրաժեշտ է ունենալ նոր սահմանադրություն, իսկ նոր սահմանադրության հանրաքվեն պետք է տեղի ունենա 2026-ի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո։ Այսօր հազարավոր պետական ծառայողների առջև ունեցած ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սկզբունքային եմ համարում մեր ներքին լեգիտիմության ամրապնդումը, որը պետք է արտահայտվի նոր սահմանադրության ընդունմամբ։ Մոտ 1 ժամանոց ելույթի մեծ մասը նվիրելով արտաքին ու ներքին լեգիտիմության կարևորությանը, վարչապետ Փաշինյանը կրկին պնդեց, որ Հայաստանի քաղաքացիները օտարություն են զգում գործող սահմանադրության եւ օրենքների նկատմամբ, քանի որ 1995 թվականից եւ դրանից հետո քաղաքացին չի ունեցել զգացողություն, որ սահմանադրությունը բխում է իր կամքից։ Սահմանադրական հանրաքվեների կասկածելի լինելու համոզմունքը ըստ Փաշինյանի ավելի ուժեղ է եղել, քան վստահությունը հանրաքվեի պաշտոնական արդյունքների նկատմամբ։ Այդ իսկ պատճառով Փաշինյանը կարևոր համարեց, որ սահմանադրական նոր հանրաքվեն լինի ժողովրդավարական իրական գործընթաց, որտեղ պայքար է գնալու ամեն քաղաքացու աջակցության համար, ամեն ձայնի համար մղվող իրական քարոզարշավը քաղաքացիներին իմացություն է հաղորդելու սահմանադրության նախագծի մասին։ Փաշինյանն ի դեպ իր ելույթում չանդրադարձավ նոր սահմանադրության նախագծից անկախության հռչակագիրը եւ դրանում ամրագրված Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակումը հանելու իր մտադրության մասին, այլ խոսեց պետության հարատեվության համար անհրաժեշտ աերոդինամիկայից։ Սահմանադրությունից անկախության հռչակագիրը հանելու պահանջը խաղաղության պայմանագիրը ստորագրելու Բաքվի նախապայմանն է։ Ինչու նոր սահմանադրություն եւ ոչ թե սահմանադրական փոփոխություններ, որովհետեւ սա Հայաստանի համար նոր քաղաքական բովանդակություն է, նոր գիտակցություն, նոր քաղաքական եւ պետական վարդապետություն եւ ինչպես նոր կտակարանում է ասվում, նոր գինին նոր տիկերի մեջ։ Նոր սահմանադրությունը պետք է լուծի նաեւ մեկ այլ, թույլ տվեք ասել, ինժեներական խնդիր, պայմանականորեն։ Սահմանադրությունը պետք է ապահովի պետության երկարաժամկետ ընթացքի համար անհրաժեշտ աերոդինամիկա, էլի պայմանական, եւ աերոդինամիկան կարող է տուժել, եթե պատկերացումը հստակ եւ միասնական չլինի, թե ինչ ենք մենք ուզում ունենալ արդյունքում, ավտոմեքենա, ինքնաթիռ, թե տիեզերանավ։
Փաշինյանը կարևորեց, որ նոր սահմանադրության ընդունման հանրաքվեն տեղի ունենա հենց 2026-ի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո, որպեսզի այդ ընտրությունները մասնակից ուժերի համար դառնան հնարավորություն նոր սահմանադրության շուրջ քննարկումներ ծավալելու համար։ Հենց սրա համար է կարևոր, որ նոր սահմանադրության ընդունման հանրաքվեն տեղի ունենա 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Դա հնարավորություն է, որ բոլոր ուժերը սահմանադրության օրակարգի հետ կապված իրենց ասելիքը ու մոտեցումները նախ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում կիսեն ժողովրդի հետ։ Իսկ արդեն ընտրությունների արդյունքում ժողովրդի վստահության քվեն ստացած քաղաքական մեծամասնության դիրքորոշումը վճռական կլինի սահմանադրության վերջնական նախագծի ձևավորման գործում։ Ներքին լեգիտիմությունն ամրապնդելու նպատակով նոր սահմանադրության ընդունման կարևորումից բացի հազարավոր պետական ծառայողների առջև ունեցած ելույթում Փաշինյանը խոսեց նաև արտաքին հարաբերությունների լեգիտիմության մասին, պնդելով, որ դա բխում է ՄԱԿ-ի կանոնադրությունից եւ 1991 թվականի Ալմատայի հռչակագրից։ Ընդունելով, որ լեգիտիմությունը չի լուծում բոլոր խնդիրները, չի երաշխավորում անվտանգությունը, Փաշինյանը պնդեց, որ այն անվտանգության ավելի բարձր, իսկ խոցելիության ավելի ցածր մակարդակ է ապահովում։ Ցույց տալու համար, թե ինչպես է լեգիտիմությունը լուծում արտաքին անվտանգության հետ կապված խնդիրը, Փաշինյանը օրինակ բերեց զենքի գնման հետ կապված խնդիրը, որը սակայն այսօր իր իշխանությանը հաջողվել է հաղթահարել, թերևս ակնարկելով Ղարաբաղի հարցում իր որդեգրած դիրքորոշումը։ Այո, ես ճանաչել եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ։ Փաշինյանը 2022-ին Պրահայում ճանաչեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Երկար տարիներ, օրինակ, մենք էական սահմանափակումներ ենք ունեցել ռազմատեխնիկական ոլորտում տարբեր երկրների հետ մեր հարաբերություններում։ Բազմաթիվ երկրներ պարզապես հրաժարվել են մեզ սպառազինություն եւ տեխնիկա վաճառել, եւ նման դիրքորոշման անկյունակարային պատճառը եղել է այդ երկրների համոզմունքը, որ մենք ձեռք բերած սպառազինությունը եւ տեխնիկան կարող ենք օգտագործել Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված ինքնիշխան տարածքից դուրս։ Հիմա մենք չունենք նման սահմանափակումներ եւ սրա պատճառն այն է, որ մենք բոլոր արտաքին հարաբերությունների հիմքում դնում ենք 1991 թվականի Ալմատայի հռչակագիրը, Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքի պաշտպանության լեգիտիմ խնդիրը։ Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովին, որն ի դեպ փակ էր լրագրողների համար, մասնակցում էին տարբեր նախարարությունների եւ պետական հիմնարկների աշխատակիցներ։ Միջոցառմանը ներկայ էին երկրի բարձրաստիճան գրեթե բոլոր պաշտոնյաները՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանը, ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետերը, ազգային ժողովի նախագահը եւ այլք։ Տարածված կադրերից երևում էր, որ մարզահամերգային համալիրը լեփ-լեցուն էր։ Ազատությանը մարզահամերգային համալիրի տնօրենը տեղեկացրեց, որ այսօրվա միջոցառումը նախատեսված էր 7500 մասնակցի համար։ Իդեպ, դիմելով պետական հիմնարկների աշխատակիցներին, Փաշինյանը շեշտեց, որ նրանք մի ընդհանուր գործ են անում, իսկ այդ գործի արդյունավետության համար մի կարևոր նախապայման կա՝ պետության մասին ռազմավարական ընդհանուր պատկերացումն ու գաղափարաբանությունը։ Ապա Փաշինյանը սահմանեց պետական ծառայողների մակրոնպատակը, այն է ապահովել Հայաստանի հարատևությունը։ Մեր նպատակն է, որ մեր պետությունը, Հայաստանի Հանրապետությունը, որպես այդպիսին շարունակաբար գոյություն ունենա 50 տարի, 100 տարի, 150 տարի, 500 տարի, 1000 տարի եւ դրանից անդին։ Կեսօրից մեկնարկած պետական ծառայողների ներկայացուցիչների առաջին համաժողովին շտապող մասնակիցներից շատերը անկեղծորեն խոստովանում էին, որ տեղյակ չեն, թե ինչի համար են կանչվել մարզահամերգային համալիր։ Մինչ սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման դարձրած Բաքուն հրաժարվում է վերադարձնել հայ գերիներին, 23 հայերի հարցը Միացյալ Նահանգների 27 սենատորներ են նամակով բարձրացրել, Թրամփի վարչակազմին կոչ անելով պահանջել Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների եւ քաղաքական առաջնորդների անհապաղ ազատարձակում։ Նամակում Թրամփի վարչակազմին նաեւ կոչ կա կիրառել գլոբալ մագնիտսկու պատժամիջոցներ ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ,
նկատմամբ, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար։ Սենատորները զգուշացնում են, որ Միացյալ Նահանգների շարունակական անգործությունը Ադրբեջանի ագրեսիայի պայմաններում անընդունելի է եւ լուրջ վնաս կհասցնի ԱՄՆ հեղինակությանը տարածաշրջանում, հատկապես այն պայմաններում, երբ Հայաստանը փորձում է ամրապնդել կապերը Արևմուտքի հետ։ Երեկվանից Բաքվում գտնվող հայաստանցի քաղաքասարակության 5 ներկայացուցիչներին ընդունել է նախագահ Ալիևի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիկմետ Հաջիևը։ Զրույցը Վաշինգտոնի գագաթնաժողովից ի վեր խաղաղության օրակարգը ամրապնդելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին է եղել, հայտնել են ադրբեջանական աղբյուրները։ Ադրբեջանի եւ Հայաստանի փորձագետները իրենց կլոր սեղանի ընթացքում քննարկել են խաղաղության գործընթացի դինամիկան, քաղաքասարակության դերը երկխոսության խթանման գործում եւ ապագայում իրականացվելիք համատեղ նախագծեր, այլ մանրամասներ չկան։ Մինչև այցը հանդիպման մասնակիցներից Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը ազատությանն ասել էր, ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներին տեսակցություն նախատեսված չէ, չնայած դեռ երևանյան հանդիպման ժամանակ հայաստանցի փորձագետները իրենց այդ ցանկությունը փոխանցել էին ադրբեջանցիներին։ Ես հիշեցնեմ, առաջին ադրբեջանական պատվիրակություններ եկել Երևան մեկ ամիս առաջ, նրանց հետ հանդիպել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Միջազգային գլխավոր թեմայի մասին Ուկրաինան դժվարին ընտրության առջև է։ Ավարտել պատերազմը ամերիկյան առաջարկներով, որոնք նախատեսում են Ուկրաինայի կողմից զգալի, այդ թվում տարածքային զիջումներ, թե շարունակել պատերազմել ցրտաշունչ ձմռան պայմաններում։ Հենց այս ծանր որոշման մասին է ժողովրդին հղած իր ուղերձում խոսել նախագահ Զելենսկին։ Կիևի նկատմամբ դիվանագիտական ճնշման պայմաններում գիշերը ռուսական բանակը ուժգնացրել է հարձակման տեմպերը, Ուկրաինայի վրա 100-ից ավելի անօդաչուներ եւ Իսկանդեր-M հրթիռ արձակելով։ Միացյալ Նահանգների նախագահը հորդորել է Ուկրաինայի իր պաշտոնակցին ընդունել խաղաղության ամերիկյան պլանը, որը Կիևի կողմից զգալի, այդ թվում տարածքի ավելի քան 20%-ի զիջում է ենթադրում։ Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում Դոնալդ Թրամփը հիշեցրել է տարեսկզբին Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանն արած իր հայտնի արտահայտությունը, թե խաղաքարտերը Ուկրաինայի ձեռքում չեն։ Պարոն նախագահ Զելենսկին ասել է, որ երկիրը երկընտրանքի առաջ է կանգնած, կամ գործընկերոջը կորցնել, կամ արժանապատվությունը։ Այսինքն նկատի ունեք, որ նա չի հավանել պլանը։ Ինչ ասեմ, նա ստիպված է հավանել այն, եւ եթե չի հավանում, ուրեմն պիտի շարունակեն կռվել։ Բայց եթե ձեր առաջարկը չընդունի, Միացյալ Նահանգները կհրաժարվի Ուկրաինային օգնելուց։ Դե ինչ-որ մի պահին այն ինչ-որ բան կընդունի։ Հիշում եք, Օվալաձև սենյակում ոչ շատ հեռու անցյալում ես ասացի, որ խաղաքարտերը ձեր ձեռքում չեն։ Ըստ մի շարք լրատվամիջոցների տրամադրության տակ հայտնված 28 կետանոց ամերիկյան ծրագրի Ղրիմը, Դոնեցկը եւ Լուգանսկն անցնում են Ռուսաստանին եւ դե ֆակտո ճանաչվում ռուսական։ Խերսոնում եւ Զապորոժիում շփման գիծը սառեցվում է։ Տարածքների մի մասը դառնում է ապառազմականացված բուֆերային գոտի, դե ֆակտո Ռուսաստանի վերահսկողության տակ։ Կողմերը պարտավորվում են սահմաններն ուժով չփոխել։ Ուկրաինան նաեւ պարտավորվում է երբևէ չմիանալ ՆԱՏՕ-ին, կրճատել զինված ուժերի թիվը 880,000-ից հասցնելով 600,000-ի։ ՆԱՏՕ-ն պարտավորվում է զորք չտեղակայել Ուկրաինայում, Ռուսաստանն էլ չհարձակվել Ուկրաինայի եւ Եվրոպայի վրա։ Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում ԱՄՆ նախագահն այդուհանդերձ զգույշ է արտահայտվել հնարավոր հանգուցալուծման շուրջ, շեշտել, որ Վաշինգտոնը խաղաղության հասնելու ճանապարհ է առաջարկել, բայց այն նախ պետք է հաստատի նախագահ Զելենսկին։ Երկրորդ համաշխարհայինից ի վեր նման բան չենք տեսել։ Երկու կողմից շաբաթը 6-ից 7,000 զինվոր է զոհվում, ու վերջը չի երևում։ Հիմա կարծում եմ նրանք մոտենում են հանգուցալուծմանը, բայց կանխատեսումներ չեմ ուզում անել։ Ворог не спить. Թրամփի այս հայտարարություններից առաջ Ուկրաինայի նախագահը երեկոյան ուղերձով դիմել էր ժողովրդին, խոստովանելով, որ Ուկրաինայի նկատմամբ ճնշումը մեծանում է եւ երկիրը կանգնած է ծանր ընտրության առաջ։ Зараз один з найважчих моментів нашої історії. Այժմ մեր պատմության ամենադժվարին պահն է։ Այժմ Ուկրաինայի նկատմամբ ճնշումը ամենածանրն է։ Այժմ Ուկրաինան շատ դժվար ընտրության առջև է կանգնած։ Կամ կորցնել մեր արժանապատվությունը, կամ կանգնել մեր առանցքային գործընկերոջ կորցնելու ռիսկի առաջ, կամ այս դժվարին 28 կետերը, կամ չափազանց դժվար ձմեռ։ Ամենադժվարինը գումարած հետագա ռիսկերը։ Та подальші ризики. Այդուհանդերձ Զելենսկին խոստացել է կառուցողական լուծումներ փնտրել ամերիկացիների հետ։
Я буду наводити аргумент. Ես կներկայացնեմ մեր փաստարկները, ես կհամոզեմ ու այլընտրանքներ կառաջարկեմ, բայց մենք վստահաբար մեր թշնամուն առիթ չենք տա ասելու, որ Ուկրաինան խաղաղություն չի ուզում եւ խոչընդոտում է գործընթացը, կամ որ Ուկրաինան պատրաստ չէ դիվանագիտական աշխատանքի։ Готова до дипломатії. Անդրադառնալով ամերիկյան խաղաղության պլանի շուրջ քննադատություններից ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսը X-ում 3 պայման է առանձնացրել. Այրունահեղության դադարեցումը պահպանելով Ուկրաինայի ինքնիշխանությունը, երկու կողմերի համար ընդունելի լինելու հանգամանքն ու պատերազմի վերսկսումը չեզոքացնելու հնարավորությունը։ Վենսը քննադատներին երևակայական աշխարհում ապրողներ է կոչել, պնդելով. անիրատեսական է հավատալ, որ ավելի շատ փողը, ավելի շատ զենքը կամ ավելի շատ պատժամիջոցները հաղթանակի կհանգեցնեն։ У нас этот текст есть. Խաղաղության պլանն ամերիկյան վարչակազմը փոխանցել է նաև ռուսական կողմին։ Երեկոյան այդ մասին անվտանգության խորհրդի անդամների հետ հեռավար հանդիպմանը հայտարարեց նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ էության ողջունելով Վաշինգտոնի ծրագիրը։ Կարծում եմ, որ այն կարելի է օգտագործել որպես վերջնական խաղաղ կարգավորման հիմք, բայց մանրամասները դեռ մեզ հետ չեն քննարկվել։ И могу предположить, почему. Причина Եվ կարող եմ գուշակել, թե ինչու։ Պատճառը ենթադրում եմ նույնն է։ Ամերիկյան վարչակազմը դեռ չի ստացել Ուկրաինայի համաձայնությունը։ Ուկրաինան դեմ է սրան։ Украина против. Պուտինը միաժամանակ սպառնաց, ասելով, եթե Կիևը չի ուզում քննարկել նախագահ Թրամփի առաջարկը, ապա մեջբերեմ նրանք եւ պատերազմ հրահորող եվրոպացիները պիտի հասկանան, որ Կուպյանսկում տեղի ունեցածը կկրկնվի ռազմաճակատի մյուս կարևոր հատվածներում։ Մեջբերման ավարտը։ Մոսկվան պնդում է, որ գրավել է Կուպյանսկը, թեև Կիևն առայժմ չի հաստատել դա։ Միգուցե ոչ այնքան արագ, որքան մենք ցանկանայինք, բայց կրկնությունը անխուսափելի է։ Нам бы того хотелось, но неизбежно это будет повторяться. И в целом нас это устраивает, поскольку ведет к достижению целей СВО. Մեզ այս իրավիճակը ձեռնտու է, քանի որ հանգեցնում է հատուկ ռազմական գործողության նպատակների իրականացմանը, բայց ինչպես ասել են բազմիցս, մենք նաև պատրաստ ենք խաղաղ բանակցությունների եւ խաղաղ լուծման։ Իհարկե, դրա համար անհրաժեշտ է, որ առաջարկվող պլանը մանրակրկիտ քննարկվի։ Մենք պատրաստ ենք դրան։ Требует, конечно, предметного обсуждения всех деталей предлагаемого плана. Мы к этому готовы. Վլադիմիր Զելենսկու գրասենյակը հայտնել է, որ Կիևը Վաշինգտոնի հետ խորհրդակցություններ է անցկացնում խաղաղության ծրագրի շուրջ։ Համաձայն նախագահի հրամանագրի հաստատվել է ուկրաինական պատվիրակության կազմը, որը բանակցություններ կվարի Միացյալ Նահանգների, այլ միջազգային գործընկերների ու Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։ Պատվիրակությունը կղեկավարի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Եռմակը։ Պատվիրակության կազմում ընդգրկված Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստամ Ումերովը Տելեգրամում հայտնել է, որ բանակցությունները կանցկացվեն Շվեյցարիայում։ Ուկրաինական զինուժի կրճատում ՆԱՏՕ-ին երբևէ չանդամակցելու խոստում։ Վաշինգտոնի 28 կետանոց պլանին ուկրաինացիները ակնհայտորեն ծանոթ են, հիմա տեսնենք, թե ինչպես են ընդունել։ Սա խաղաղության ծրագիր չէ, այլ կապիտուլյացիայի ծրագիր է։ Սա անընդունելի է։ Ինչի մասին եք խոսում, ոչ մի դեպքում։ Սա ամբողջությամբ անիրատեսական է։ Ընդհանուր առմամբ այդ 28 կետերից հավանաբար 27-ը Ուկրաինայի նախագահին չեն վերաբերում։ Դա պետք է Ուկրաինայի ժողովուրդը որոշի։ Խորհրդարանը, զինված ուժերը պիտի որոշեն։ Սա սխալ է, չնայած մեծ հաշվով որոշ փոխզիջումներ ամեն դեպքում պետք է անել։ Це наше право, оскільки нам мати Մեր իրավունքն է, թե ինչ քանակի զինված ուժեր ունենանք, ինչի կազմում լինենք։ Ռուսաստանը չէ, որ պետք է որոշի, նույնիսկ Ամերիկան։ Մենք ինքներս պետք է որոշենք։ Не хочу навіть про це думати, тому що ми не можемо поступитися. Ես նույնիսկ չեմ ուզում մտածել այս մասին, քանի որ մենք չենք կարող հրաժարվել մեր հողի որևէ կտորից։ Սա ամրագրված է օրենսդրական մակարդակով։ Նրանք խախտել են բոլոր հնարավոր միջազգային նորմերը, որոնք գոյություն ունեն։ Մենք պետք է կանգնենք մինչև վերջ։ юридично ми не маємо права визнавати окупацію. Իրավական առումով մենք իրավունք չունենք ճանաչելու օկուպացիան, ոչ մի պարագայում։ Զինված ուժերը չպետք է կրճատվեն։ Նրանք մեր միակ երաշխավորն են այսօր։ Ցանկացած թուղթ ոչինչ չարժե մեր ագրեսիվ հարևանի դեպքում։ У випадку з нашим агресивним сусідом нічого не варто. Ամերիկյան խաղաղության պլանը նաև Եվրամիության ուշադրության կենտրոնում է, այսօր եվրոպացի մի շարք առաջնորդներ, նաև Կանադայի և Ճապոնիայի ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել, ողջունելով ամերիկացիների առաջարկները, միաժամանակ շեշտելով, որ արդար և երկարատև խաղաղության համար լրացուցիչ աշխատանք է պետք։
Մենք պատրաստ ենք ներգրավվել ապագա խաղաղությունը կայուն դարձնելու համար, մենք պնդում ենք, որ սահմանները չպետք է փոխվեն ուժով։ Մենք նաև մտահոգված ենք Ուկրաինայի զինված ուժերի առաջարկվող սահմանափակումներով, որոնք Ուկրաինան կդարձնեն խոցելի ապագա հարձակումների դեպքում։ Մենք կրկին շեշտում ենք, որ Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին վերաբերող դրույթների իրականացման համար անհրաժեշտ կլինի Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամների համաձայնությունը, ասված է հայտարարության տեքստում։ Հայաստան վերադառնան Գեղարքունիքի մարզի Ճամբարակ թթու ջուր հատվածում երեկվանից այրվում է սարալանջի խոտածածկը։ Դատելով փրկարարների թվից մասշտաբը բավականին մեծ է, հրդեհաշիջման աշխատանքներին առավոտյան մասնակցել է 243 փրկարար, 6 միավոր հրշեջ տեխնիկա եւ 30 օպերատիվ խումբ, հաղորդեց Ներքին գործերի նախարարության փրկարարական ծառայությունը։ Վերջին տեղեկություններով կրակը դեռ չէր հաջողվել մարել, բայց կանխվել էր հրդեհի տարածումը դեպի անտառապատ գոտիներ եւ բնակելի տարածքներ։ Բռնկման պատճառների մասին պաշտոնական ոչ մի տեղեկություն չի տրվել, վարկած առաջ չի քաշվել։ Պետական պարտքը ավելացել է զենք գնելու պատճառով, ինչպես երկրի վարչապետն է պնդում, թե այլ նպատակներով, ինչպես ընդդիմությունն է ահազանգում։ Հիմա հայտարարությունները լսենք ու տեսնենք, թե ինչ չոր թվեր կան դրանց տակ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե իր կառավարման օրոք Հայաստանի պետական պարտքը գրեթե կրկնապատկվել է, որովհետև զենք են գնել, Զենք ենք արել։ իսկ վարկեր վերցրել են կորոնավիրուսի համավարակից պաշտպանվելու համար։ Վարկ ենք վերցրել, որ երկիրը կովիդը հաղթահարի պատերազմի ժամանակ։ Անցնող 6 տարիներին Հայաստանի պետական պարտքն աճել է հիմնականում ներքինի, ավելի կոնկրետ գանձապետական պարտատոմսերի թողարկման հաշվին։ Եթե 2017-ի ավարտին Հայաստանի այս գծով պարտքը 606 միլիարդ դրամ էր կազմում, ապա այս տարվա հոկտեմբերի տվյալներով այն 2.7 տրիլիոն դրամի կամ մոտ 7.2 միլիարդ դոլարի է հասել։ Այսինքն 2018-ից ի վեր միայն երկրի ներսում վերցված պարտքի ծավալը մեծացել է ավելի քան 4 անգամ։ Չոր հաշվարկով Հայաստանի բնակիչներից յուրաքանչյուրին պետությունը միջինը 2400 դոլար է պարտք։ Ընդդիմադիրների գլխավոր հարցադրումներից է. ինչ է արվել այս գումարով։ Դուք 8 միլիարդ, գրեթե 8 միլիարդ պարտք ավելացնելով մեր ապագա սերունդների ուսերին մի ռազմավարական նշանակության օբյեկտ չեք կառուցել, ատոմակայան չեք կառուցել, ռազմավարական ստրատեգիական նշանակության ենթակառուցվածք չեք կառուցել, երկաթգիծ։ Զենք գնելու ու կորոնավիրուսի դեմ պայքարելու մասին պնդումները վարչապետն արեց պետական բյուջեի խորհրդարանական քննարկումների ընթացքում։ Այլ պարզաբանումներ չեղան, Նիկոլ Փաշինյանը ոչ հստակեցրեց, թե կոնկրետ որքան պարտք են վերցրել այս նպատակների համար, ոչ էլ պարզաբանեց, թե կոնկրետ երբ։ Պարտքով ենք զենք առել։ Այո, պարտքով ենք զենք առել, ինչի, որովհետև շատ է պետք եղել ու միանգամից։ Չեք հավատում, իրավունք ունեք, ասում եմ եկեք տանենք ցույց տանք։ Եկեք տանենք ցույց տանք։ Կարանք գնապիտակներն է վրից կպցնենք։ Պետական պարտքի մասին պաշտոնական զեկույցները, կառավարության որոշումներն ու պետական տարբեր կառույցների հաշվետվությունները միշտեր վկայում են, վարչապետի պնդումներն այնքան էլ ճիշտ չեն, քանի որ անցնող տարիներին Հայաստանը ֆինանսական նոր պարտավորություններ է ստանձնել նաև այլ նպատակների համար։ Օրինակ, ամիսներ առաջ Հայաստանը միանգամից 750 միլիոն դոլար արտաքին պարտք վերցրեց, որը հիմնականում ուղղվեց նախորդի մարմանը։ 2024-ի սեպտեմբերին գործադիրը հավանություն տվեց առողջության համապարփակ ապահովագրության ներդրման համար վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկից 102 միլիոն եվրո վարկ վերցնելու նախագծին։ Ասիական զարգացման բանկից վերցրած 88.5 միլիոն դոլարով այժմ իրականացվում է սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը։ Նոր դպրոցներ են կառուցվում։ 30 միլիոն դոլարի վարկային միջոցներով մեկ այլ սոցիալական ծրագիր է իրականացվում։ Եվս 70 միլիոնով ենթակառուցվածքներ պետք է զարգացնել։ Այս ցանկը շարունակելի է։ Եթե պարզ Հայաստանը միայն զենք գնելու համար չէ, որ պարտք է վերցնում, 100 միլիոնավոր դոլարներ ուղղվում են տարբեր ծրագրերի։ Իսկ թե կոնկրետ ինչի վրա է ծախսվել Հայաստանի ռեզիդենտներից վերցված պարտքը, հաշվետվություններից պարզ չէ։ Թողարկված պարտատոմսերով ֆինանսավորում են պետական բյուջեի պակասուրդը, մարում նախկին պարտավորությունները։ Այս տարվա ընթացքում կառավարությունն արդեն մոտ 700 միլիոն դոլարի գանձապետական պարտատոմսեր է թողարկել, այսինքն հայաստանցիներից այդքան պարտք վերցրել։ Անցած տարի բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար ռեզիդենտներից շուրջ 1 միլիարդ դոլար են վերցրել։ 2023-ին ավելի քան 900 միլիոն դոլար, 22-ին
650, 21-ին 625, 20-ին 780, 2020-ին նախորդող թվերը անհամեմատ ավելի փոքր են։ Վարչապետ Փաշինյանի հայտարարությունը ենթադրում է, որ անցնող այս տարիներին պետական բյուջեի ամբողջ պակասուրդը միայն ռազմական ծախսերով է պայմանավորվել։ Մինչդեռ Հայաստանում եւս 11 նախարարություն կա, սրանք գումարվում են պետական մյուս բոլոր կառույցները։ Օրինակ, միայն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ֆինանսավորումը զգալիորեն է գերազանցում պաշտպանական ծախսերը։ Սոցիալապահովության ոլորտի ֆինանսական բեռը ավելի մեծ է, քան մյուսներինը։ Հաջորդ տարի կառավարությունը նախատեսում է եւս 1.4 միլիարդ դոլար պարտք վերցնել դեֆիցիտը ծածկելու համար։ Նպատակ, որ Փաշինյանի կառավարությունը իր հնգամյա ծրագրում դրել էր, բայց գոնե 4 տարում չի իրականացրել, իսկ հնգամյակը մեկ տարում դժվար թե հասցնի։ Խոսքը ծայրահեղ աղքատության հաղթահարման մասին է։ Փաշինյանի կաբինետից կարծում են, որ հաջողությունները այնուհանդերձ գրանցել են։ Ընդդիմությունը մինչդեռ դա թվերի պարզ մանիպուլյացիա է համարում։ Հայաստանում ապրող 18,000 մարդ պաշտոնական տվյալներով ի վիճակի չէ կյանքի համար անհրաժեշտ սնունդ ձեռք բերել։ Վիճակագրական կոմիտեի այս ամիս հրապարակված զեկույցը փաստում է, 2024-ին ծայրահեղ աղքատ է եղել բնակչության 0.6%-ը, այսինքն հազարավոր քաղաքացիներ ամսական 29,000 դրամից էլ պակաս են ծախսել։ Նվազագույն աշխատավարձը սահմանել 85,000 դրամ, վերացնել ծայրահեղ աղքատությունը։ Սրանք կարծում եմ բավականին լավ թիրախներ են եւ մեզանից լրջագույն ջանքեր են պահանջվելու այս թիրախները պատշաճ ջևով կյանքի կոչելու համար։ Առնվազն մինչ 2024 թվականը գործադիրին չի հաջողվել կյանքի կոչել հնգամյա ծրագրի գլխավոր նպատակներից մեկը՝ ծայրահեղ աղքատության չեզոքացումը։ Թե ինչ պատկեր կունենա 2025-ը, պարզ կլինի հաջորդ տարի։ 2024-ի թվերն այժմ հնարավոր չէ համադրել նախորդ տարիների տվյալների հետ։ Վիճակագրական կոմիտեն հայտնում է, որ հաշվարկի հիմքն է փոխվել։ Ճշգրտված տվյալները կհրապարակվեն ավելի ուշ։ Սա, սակայն, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին չի խանգարել Facebook-յան գրառմամբ ռեկորդների մասին հայտարարել։ Այն, որ իրենց թիմը խոստացել էր ծայրահեղ աղքատությունն ընդհանրապես վերացնել, Թորոսյանը չի հիշատակել։ Սա անցած շաբաթ չվրիպեց ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի ուշադրությունից։ Պարոն Թորոսյանը իրեն հատուկ ձևով շտապել է իր Facebook-յան էջում մեծ տառերով արդեն գրել է, որ 2%-ային կետով նվազել է։ Պարոն Թորոսյան, կարող է 2 չի 6 է։ Ինչ եք շտապում, հլա ամփեր եք, կարող է 16 է, կարող է աղքատությունը վերացել է, ինչ եք շտապում, ինչի եք ոչ համադրելի ցուցանիշներ իրար համադրում, ժողովրդին ձեր սիրած մանիպուլյացիայի ենթարկում։ Ի տարբերություն կառավարության իր գործընկերոջ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքերը լիովին այլ դրամաբանություն ունեին։ Թեև մենք անշեղորեն բարելավում ենք մեր ցուցանիշները, Հայաստանի Հանրապետությունում աղքատության մակարդակը եւ գործազրկությունը շարունակում են բարձր մնալ։ Եթե գործազրկությունը կարողանայինք նվազեցնել 6.3%-ային կետով, այն նվազեցնելու միջազգայինորեն ընդունված 6% մակարդակին, դա կհանգեցներ ոչ միայն 85,000 մարդու աղքատության հաղթահարման, այլ նաև ՀՆԱ-ի 4% աճի իր բոլոր հարակից էֆեկտներով։ Դրա համար ենք անընդհատ կրկնում, որ աղքատության հաղթահարման միակ ճանապարհը աշխատանքն է, որի իրականացման համար ներդրում ենք բոլոր ջանքերը։ Վարչապետ Փաշինյանն ավելի վաղ էր աղքատության խնդրի չլուծման իր պատճառը ներկայացրել ու դարձյալ նախկիններին մեղադրել։ Դա նրա պատճառով է, որ դուք ավերել եք դպրոցները, այսինքն ոչ թե ավերել եք, այլ ավերակ են եղել դպրոցները ձեր ժամանակ։ Դա նրանից է, որ ձեր ժամանակ բարձրագույն կրթական համակարգը ըստ էության համակարգի որակը գահավիժել է, գահավիժել։ Կառավարության հնգամյա ծրագրում խոսք կա նաև աղքատության ընդհանուր մակարդակը կրկնակի նվազեցնելու մասին։ 2021-ին աղքատության մակարդակը պաշտոնապես 26.5% էր։ 2024-ն ամփոփող օրերս հրապարակված զեկույցում այն 21.7% է կազմել։ Այսինքն գործադիրը դեռ շատ հեռու է սահմանված թիրախից։ Շուրջ 700,000 մարդ շարունակում է աղքատության մեջ ապրել։ Նրանք 2024-ի տվյալներով ի վիճակի չեն եղել ամսական գոնե 53,000 դրամ ծախսել։ Կոնյակով բեռնված մեքենաների Ռուսաստան անցման շուրջ քննարկումը էկոնոմիկայի նախարարի երեկվա գրառումից հետո էլ ավելի թեժացավ։ Նախարարը լավ լուր էր որոշել հաղորդել, բայց ինչպես օրերով սահմանին անցկացնող ազատության զրուցակից վարորդներն էին պնդում, իրենք վաղուց տեղեկացված էին։ Նրանք չլուծվող հարցերի մի ամբողջ շարան են թվարկել, պետական մարմիններին խորհուրդ տալով դրանցով զբաղվել, այդ թվում հարևան Վրաստանում պահանջվող կաշառքի հարցով։
Փորձաքննության տարված մեքենաներն են հայկական կոնյակով, որ գեզիում կանգնած են 300 հատ, 10-15-20 օրով կանգնում են, 56 հատ թողեցին։ Միջև պարոն Պապոյանի այս հայտարարությունը հրապարակելը մենք գիտեինք, որ մեքենա են թողում, վարորդներից ասում էին համարները ասենք, տեսեք, ում մեքենան է, կարակ դուրս գաք տանից, գաք ձեր մեքենան վերցնեք։ Մենք ավելի շուտ ենք իմանում, պարոն Պապոյան, դուք ավելի լուրջ հարցեր լուծեք։ Հայաստանից Ռուսաստան ու եվրոպական երկրներ կոնյակ տեղափոխող բեռնատարի վարորդն է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի Facebook-յան երեկվա գրառմանն արձագանքում։ Սիրելի կոնյակագործներ, այս 56 բեռնատարները կարող են Գեզի տերմինալից շարժվել Վերին Լարս։ Կոնյակ արտադրող ու արտահանող հայկական 10 ընկերությունների անուններ էր նշել էկոնոմիկայի նախարարը։ Նրանց բեռնատարները շուրջ 2 շաբաթ կանգնած են եղել վրացական Գեզի տերմինալում, մինչև Ռուսաստան ու Բելարուս տեղափոխող խմիչքի որակի ստուգման պատասխանները պատրաստ կլինեին։ Նախարարի նշած 56 բեռնատարներից 6-ում Arcontrade ընկերության կոնյակն էր։ Ընկերության տնօրեն Սուրեն Սարգսյանն ազատությանն ասաց, մի քանի ամիս առաջ մինչև 30 օր կամ ավելի երկար էին իրենց բեռնատարները Գեզի անցակետում կանգնում, հիմա 10-ից 12 օր, բայց ժամկետի կրճատումը չէր նրանց պահանջը։ Ամռանն օրեր շարունակ բողոքի ակցիաներ էին անում, որ հասկանան, ինչու է Վրաստանը սկսել դեպի Ռուսաստան կամ Բելարուս արտահանվող հայկական կոնյակի որակը ստուգել, եթե Վրաստանն այս դեպքում պարզապես տարանցիկ երկիր է, այսինքն այդ խմիչքն իրենց երկրում չի վաճառվելու, ուղղակի իրենց տարածքով է անցնում։ Անգամ եթե 10-12 օր են մեքենաները կանգնում վրացական անցակետում, միևնույնն է, ըստ Սուրեն Սարգսյանի, ընկերությունները ֆինանսական կորուստներ են կրում։ Մեքենաները ավելի ուշ կհասնան Ռուսաստան, եղանակի բերումով կարող լասը փակվի, կարող է չհասնենք մինչև նոր տարի հասնենք վաճառակետերին, հետևաբար այն բոլոր խմբականակը, որը չի հասնում չի ժամանակին վերջնական գնորդին, դրանք կմնան կգուտակվեն վար փետրվար ամիսների վաճառ չեն ունեն։ Կոնյակագործներն ու բեռնափոխադրողները Հայաստանի կառավարությունից պահանջում էին վրացի գործընկերներից բացատրություններ ստանալ ու հասնել նրան, որ այդ ստուգումները Վրաստանում դադարեցվեն։ Իսկ եթե որակի ստուգումների կարիք կա, ապա թող դա Ռուսաստանում անցկացվի, որովհետև ռուսական շուկայի համար է այդ ապրանքը։ Բեռնատարներից մեկի վարորդն ազատությանը պատմեց իր ունեցած տեղեկությունը։ Կոնյակի մասով ոչ մի բան չի փոխվել։ Փող կա, տալիս անցնում ես էլի։ Ամեն մեկը իր ձևով հարցը լուծում է, այդ ապրանքները անցնում են։ Հիմա կարան նենց անեն այդ ապրանքը չկայանի, բայց ուտի կարող ստավկեն շատ բարձր է, իրան զեր չի տալի։ Ապրանքի տերերը հարցերը լուծում են դուրս է գալի էլի։ Առանց ստավկի ոնց որ ոչ մի բան չի գնում, ոչ մի կոնյակ չի անցնում։ Եթե չի կայանում, ուրեմն ստավկին մեծ է։ Փող էր աֆռում։ Օրերս էկոնոմիկայի նախարարը հայտարարել էր Թբիլիսիում Վրաստանի գյուղատնտեսության նախարարի հետ քննարկվել է այդ երկրի տարածքով հայկական բրենդի կոնյակ տեղափոխող մեքենաների արագ եւ անխոչնդոտ անցման ու կոնյակի փորձաքննության արդյունքների փոխադարձ ճանաչման հարցերը։ Վրացական կողմի պատասխանի մասին նախարարը ոչինչ չէր գրել։ Ազատության հետ զրուցած վարորդն էլ, որ հետագա խնդիրներից խուսափելու համար գերադասում է անանուն մնալ, իր փորձով է պատմում, թե Վրաստանում ինչպես են ստուգվում նույն գործարանի կոնյակը եվրոպական երկրներ ու Ռուսաստան եւ Բելարուս տեղափոխվող բեռնատարները։ Ես հենց հիմա հայկական կոնյակով գնում եմ Եվրոմիության պետություն։ Էական չի որ պետություն։ Ռուսաստանի տարածքով էլ տարանցիկ եմ անցնում։ 5 րոպեում Վրաստանը ձևակերպել է։ Տենակ ինչ զգաստորեն են մոտիկանում այդ փաստաթղթերի, որ տենում են ինքը Եվրոմիությունն է գնում, ու սա առաջինը չի, էլի եմ տարել։ Նույն գործարանի մեքենան ինձ հետ բեռնվել է Ռուսաստան, իրան տարել են փորձաքննության, ինձ նույն գործարանի կոնյակով Եվրոմիություն գնալուց ինձի թողել է։ Ինչի Եվրոմիություն գնացած կոնյակները նույն գործարանների կոնյակներն է։ Ինչի չի տանում փորձաքննության։ Ինչի է միայն Ռուսաստանի ու Բելարուս գնացող կոնյակները տանում փորձաքննության։ Վախում են Եվրոպայից, հա։ Վարորդները հարցնում են, Պապոյանը Թբիլիսիում հետաքրքրվել է վրացի մաքսավորները կաշառք պահանջում են հայաստանցի բեռնափոխադրողներից։ Իսկ ամռանը բողոքի ակցիաների դուրս եկած կոնյակագործներն ամիսներ շարունակ էկոնոմիկայի նախարարությունից այդպես էլ չեն ստացել հարցի պատասխանը, ինչու եւ ինչպես Վրաստանը որոշեց ստուգել ռուսական շուկա հասնող կոնյակի որակը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր ավելի վաղ հայկական կոնյակ արտահայտությանն անդրադարձել ու ընդգծել Հայաստանում չի կարող կոնյակ արտադրվել, այլ միայն Ֆրանսիայի կոնյակ երկրամասում աճեցված խաղողից է ստացվում։ Հետևաբար հայկական կոնյակ չի կարող լինել։ Իսկ խորհրդարանում Հայաստանից արտահանվող ապրանքատեսակների որակին անդրադառնալիս նաև կոնյակից էր խոսել։ Ստանդարտներին չհամապատասխանող ապրանքների գոյությունը լծական մեր սուվերենությունը սահմանափակելու։ Կներեք, մենք չենք կարող մի ֆուր չայով գույն տված բանի, յաթրջի արաղը, որի անունը դրածակ կոնյակ, հիմի
բա ինչ անենք, բա ասենց այս վիճակից ոնց դուրս գանք, հիմի ընտրություն կատարենք դրա միջև, թե մեր անկախության միջև, ու գնանք մտածենք, ասենք, հա, բայց այնուամենայնիվ եկեք մի հատ քննարկենք։ Ինձ համար տենց քննարկում չկա։ Ինձ համար տենց քննարկում չկա։ Եվ այս ամեն ինչը, ինչ որ լսում ենք, կապ ունի այս process-ների հետ։ Վարչապետի այս հայտարարությունից նեղսրտել էին հատկապես բեռնափոխադրողները, որոնք իրենց փակ խմբերում քննարկում են։ Միգուցե Ռուսաստանը ստուգի իր երկիր մտնող ապրանքի որակը, ոչ թե Վրաստանը, կամ գուցե Հայաստանն արգելի երրորդ երկրներից անորակ սպիրտի ներկրումը Հայաստան, որից էլ հիմնականում հենց այդ ոչ բարձր որակի կոնյակն է ստացվում։ Սրանք էին թողարկման թեմաները, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս սոցիալական ցանցերի մեր էջերում լրատվությունը անընդհատ թարմացվում է ազատություն.am կայքում նույնպես հետևեք, հաջողություն։